Բայց կար մի հարց, որում ճիշտ է։ Իրոք ներվում են ճողը Հայաստան դաշինքից չեն միացել դրան, ասել են անհրաժեշտության դեպքում չենք ներքևելի տղեկ։ Հայաստան դաշինքի հայտարարությանը ինչպես կարձականք է, որովհետև ասել են կարծես թե հետևյալն է, որ դուք բերեք նաև ԿՊ-ի պակասող ձայները կամ այլ պակասող ձայներ, մենք էլ մեր 28 ձայնը կտանք ձեզ։ Դուք իրենց հարցրեք, բայց որպեսզի դուք էլ տեղյակ եղնեք, ես կարծում եմ, որ վաղը բանակցություններ են տեղի ունենալու Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջև եւ այդ հարցերին վերջնական պատասխաններ կստանանք։ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը բանակցում եք այս բային այդ հարցի շուրջ։ Որոշով Ռոբերտ Քոչարյանը իրենց խմբակցության մասով։ Իրենց խմբակցության մասով։ Ես չեմ կարծում, որ Պարոն նախագահ, իսկ հանդիպում որ ՀԿ-ն Քոչարյանին ու իր թիմին է տուփիկ ուզում տալ, հիմա էլ Քոչարյանն ու իր թիմը ՀԿ-ին են տուփիկ տալիս, այսպես փոխադարձ շախ ու մատ ինչ են անելու։ անում Տուփիկ դա փակուղ ու արշավ կամ շախ են անում շախմատային լեզվով ասած, որ մատ անեն։ Մենք շախ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանություններին։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք։ Մատանել կստացվի։ Այո։ Իսկ փողոց գեներացնելու հիմքեր տեսնում եք նաև այս գործընթացով։ Վստահ եմ ես, ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ։ Պարոն Սարգսյան, շատերը մտածում են, որ դուք Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունեք եւ միայն հարմար պահի եք օգտագործելու դա։ Նախ ունեք եւ երբ եք օգտագործելու։ Ոչ, ինչ կոմպրոմատներ։ Դե իշխանության եք եղել, ինքը էլ ընդդիմադիր է եղել։ Հետո Որևէ ձևով չունեք։ այսինքն այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել եւ լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա։ Ես զարմանում եմ ձեր ես զարմանում եմ ձեր հարցերի վրա։ Ուղղակի զարմանում եմ։ Ազդական դաշտի երևի, հա, գործընկերություն։ Որտեղ իրենք մտել են արդեն ազդական դաշտ, այդ թվում եկեղեցականներ, ասում են նախորդ իշխանությունը կունենար, ինչ էլ չլինի, հատուկ ծառայություններ, որ ազդական հետաքրքիր տեսանյութեր։ Ոչ։ Ձեր պահոցում միայն Ես հետաքրքիր ձայնագրություն հրապարակել եմ, թե ցավոք սրտի շատերին դա քիչ հետաքրքրեց։ Բայց այսօրվա իրավիճակը խոսակցության արդյունք է, այդպիսի դիրքորոշման արդյունք է։ Պարոն նախագահ, 7 տարի առաջվա իրողություններին անդրադառնալով եւ այս 7 տարիների մասին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտարարություն բացահայտում է արել, նշել է, որ որոշ երկրներ շահագրգռված էին Հայաստանը մասնատելու ճանապարհով Զանգեզուրի միջանցքի անվան տակ փակել Իրանի ելքը դեպի Եվրոպա եւ Թեհրանը կարողացել է խափանել այդ գործարքը։ Ըստ ձեզ այդ որոշ երկրների այդ ծրագրերը վերջնականապես խափանված են, թե պետք է շարունակվեն եւ հակազդեցություն պետք է։ Ոչ, մենք միշտ էլ արտաքին վտանգի առկայություն զգացել ենք եւ զգալու ենք։ Ես չեմ կարող մեկնաբանել Իրանի, ինչպես ասեցիք, համապատասխան պաշտոնյայի ասածները։ Համենայնիվ ծրագրերի մասին դուք ակնարկել եք, պարոն նախագահ, գլոբալիստական երկհաղաք։ Ոչ, ես այդպիսի բանի մասին չեմ ակնարկել։ Ես միշտ ասել եմ, որ այո, Հայաստանը ունի եւ ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ։ Պարոն նախագահ, արդեն 6-րդ անգամն է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննության են կանչում, արդյոք նրան ուզում են ձերբակալել եւ այդպիսով փակել Արցախի էջը։ Չեմ կարծում, որ ցանկություն ունեն Սամվել Շահրամանյանին ձերբակալելու, ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն, սա մեկ, երկրորդ, որևէ մեկին ձերբակալելով, որևէ մեկը չի կարողանալու Արցախի էջը փակել։ Այնպես որ Իսկ Արցախի վերադարձը ինչպես եք պատկերացնում։ այս պահին ոչ մի կերպ։ Այս պահին ոչ մի կերպ։ Պարոն Սարգսյան, ՎՀՊ-ի հետ առաջին նախագահան հանդիպեց, արդյոք պատրաստվում եք դուք եւս հանդիպել աջակցություն ցուցաբերել։ Ես բարբերաբար եմ հանդիպում ՎՀՊ հայրապետի հետ։ Ցանկացած անհրաժեշտ պահի կարող եմ հանդիպել։ Իդեպ դուք ինչպես եք գնահատում այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա այսպես
հարձակում եղավ ԿՊ-ի կողմից, այն պարագայում, երբ որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հենց Նիկոլ Փաշինյանի հետ պայքարում էր ձեր դեմ եւ ասում են Նիկոլը Լևոնի հոգեզավակն է, բան, ու հիմա ասում նրան էլ այդպես ապերախտություն ցուցաբերեցին նույնիսկ իրենց հոգեվոր հոր նկատմամբ։ Ես մի անգամ կարծում եմ ձեր հարցին պատասխանել եմ, որ ես չեմ համարում այսօրվա կառավարիչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ։ Ուղիղ այնպես, ինչպես տարբեր այսպես շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում տրվյալ շարժման ղեկավարի հոգեզավակ։ Իսկ թե ինչպես պատահեց, շատ պարզ։ Այդ մարդը Հայաստանի կառավարիչին նկատի ունեմ, ինքը ամեն ինչ անում է, որ ցանկացած մի երևացող մարդու վարկաբեկ է։ Իդեպ կոմպրոմատների մասով նաև շատ են այս տարիներին շատ խոսվեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը գործակալ են, Թուրքիայի գործակալ են, չգիտեմ ինչ որ հատուկ ծառայությունների եւ ասում են, բա նախորդ 10 տարիների ընթացքում էլ հատուկ ծառայությունների մասին որևէ բան չգիտեն, դուք երբևէ ձեզ զեկուցել են թեկուզ կասկած, որ նրանք օրինակ չգիտեմ, հավաքը գրված են այս կամ այն ուժի կամ երկրի կողմից։ Ոչ։ Մաքուր եղել նրանց անցյալը քաղաքական եւ Ես ոնց կարող եմ դա հաստատել։ Արարատ Միրզոյանի մասին է։ Ես ասում եմ շատ պարզ բան, որ ես այդպեսի զեկույց չեմ լսել։ Գուցե հատուկ ծառայությունները ճիշտ չեն աշխատել այդ տարիներին։ Միգուցե ամեն ինչ շատ հնարավոր է։ Ամեն ինչ շատ հնարավոր է։ Դրա համար էլ ես չեմ կարող ասել, նրանք ոնց պարզե մաքուր են, էլի։ Միքայել Մինասյանը ինչպես հրապարակեց այդ թուղթը Այդ հարցը գտակ Միքայել Մինասյանին։ Նախագահ Հայաստանի սահմանին զորավարժություններ են շարունակվում, Ֆրանսիան Ադրբեջանում էներգետիկ պրոյեկտ է բացում, տարբեր համատեղ զորավարժություններ են, Փաշինյանն էլ շուտ ասելուկի նման կրկնում է, որ խաղաղություն լինելու է։ Այս համապատկերում խաղաղությանը Բայց չեք կարծում, որ չարաշահում եք այս դատական նիստի առկայությունը եւ հենց հարցեր եք տալիս։ Հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալում են նաև ձեզնից լսել քաղաքացիները։ Ինչ հարցեր եք տալիս։ Ի վերջո, այս համայնապատկերում խաղաղության հեռանկարը ասելով խաղաղություն կստանանք։ Հա, ուղղակի այնպես ինչպես հալվա ասելով մեր բերանը քաղցրանում է, չէ՞։ Սա նախագահ Նիկոլ Փաշինյանը վեհարանի վրա այս հարցերում ասում է, որ ինքը կարմիր գծեր ըստեյության չունի։ Մտնելով անկողին, չգիտեմ, նոր եք համոզվել, ես դե շնորհավորում եմ։ Ես ուզում եմ հարցնել, ինչ գործիքակազմով պիտի այդ կարգի գործիչի դեմ պայքարել։ Գործուն ինչ գործիքակազմ կա, երբ որ գիտես, որ դիմացի։ Մենք առաջադրել ենք գործիքակազմ։ Մենք առաջադրել ենք։ Դասական գործիքակազմեր են ըստ այդմ։ Բացասական։ Դասական։ Այսինքն ինչ որ էքստրաորդինար մի բան է պետք երևի, որովհետեւ սովորական երևույթ չէ։ Այդ էքստրաորդինարը ինչ է։ Հուշեք, եթե տրամաբանական հուշումը լինի, կարող ենք մենք սատարել։ Այսինքն իր հետ լեզվով։ Ну, ես չեմ կարծում, որ քննադատության պակաս կա, բայց ես օրինակ ի վիճակի չեմ իր լեզվով խոսելու, կներեք, ի վիճակի չեմ։ Դերսինչալը Զարամետ հերքը, երբ որ եկեղեցու հետ կապված արտահայտեց ձեր վերաբերմունքը, պետության ղեկավար եք եղել, շատ այսպես իրավիճակներ եք եղել, որ կարող է եւ հունից դուրս եք եկել, օրինակ ձեզ կարող եք այդպիսի պարամետրություն տալ։ Ոչ։ Պարոն նախագահ, արդեն հայտնի է ընտրությունների օրը 2026-ի հունիսի 7-ին, եթե այն ամենի միջև չհաջողվի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտով հեռացնել, ՀՀԿ-ն մասնակցելու ընտրություններին։ Տեսնենք։ Դեռ որոշում չկա։ Ոչ։ Պարոն նախագահ, դուք իսկապես 30 տարի բանակցել եք Արցախը հանձնելու շուտ, այդ բանակցությունները դրա մասին են եղել, հետո եկել հանրության կներեք, բայց ես ձեր փոխարեն ամաչում եմ։ Այդ ինչ հարցավոր տալիս եք։ Դե այդ են ասում ձեր Ո՞վ է ասում։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը Գնացեք իրան հարցրեք, թող մի հատ փաստ բերի։ Իդեպ այդ բանավեճի մասով շատ խոսվեց, իհարկե ասում է դե թող կանգնեն պատասխանեն, գիտեն որ պարտվելու են նախկին նախագահները, ինչ չեն գալիս, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Այսինքն ինչու՞մ են պարտվելու, այնտեղ փող են բռնելու, հա։
ու ինքը հաղթելու է Իբր բանավեճում, որ ինքը կարողանելու ապացուցել, որ իսկապես իբր թե բանակցել եք Արցախ հանձնելու շուրջ կամ շուտ եք տվել Ալիևը չևեր։ Մենք շատ հստակ ասել ենք, թող ինքը հրապարակի համանախագահների կողմից առաջարկած վերջին փաստաթուղթը։ Երբ որ հրապարակի, այն ժամանակ նաև մենք մեր կարծիքը կասենք։ Նկատի ունեք Լավրովի պլանը թե 19 թվականին։ Մեկ անգամ ևս ասեմ, որ Լավրովի պլան, որպես այդպիսին լրագրողների կողմից եւ նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է։ Այդպիսի պլան չի եղել։ Համանախագահները անկախ նրանից դա Ռուսաստանի ներկայացուցիչ չէ, Ֆրանսիայի թե Միացյալ Նահանգների միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթուղթ։ 19 Բայց թվականին դա կարգավիճակը մեկը անորոշ էր, չէ՞ մնալու 19 Սարգսյան։ Այո, դա եղել։ Կարգավիճակի հարցը անորոշ էր, չէ՞ մնալու այդ բանակցվող տարբերակով եւս։ Այդ հանրաքվեն ինչպես էր իրականացվելու, հանրաքվեին օրինակ ադրբեջանցիները մասնակցելու էին։ Ուրեմն մանրամասն ես դրա մասին խոսել եմ, նորից կրկնելը իմաստ չունի։ Հարցը լուծում էր հետևյալ կերպ։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ եւ որի որակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Սա մեկ։ Երկրորդ, մենք Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ եւ կախված նրանից, թե ինչպիսի տեմպերով եւ երբ կորոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաեւ երկու շրջանների ճակատագիրը։ Լավրովը ինչի մասին էր խոսում, որ ասում էր հարցը ըստ էության նախընտրել եք թողնել սերունդներին, անձամբ դուք չէ, այլ այդ բանակցողներ ես ամբողջ ժամանակահատվածի։ Ոչ։ Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի։ Դուք ինձնից երբևէ լսել եք արդյոք ոչ մի թիզականության հետ կապված որևէ գաղափար։ Չէ, իմ հայրենիքի նախադասության համար Մենակ այդ չէ, տարբեր ժամանակներ Դրական ասել եմ։ որոշումների ինչու չգնացիք, ինչն է պակասում։ Որովհետև ասում են Լավրովի պլանը գուցե ավելի լավ տարբերակ լիներ, քան այն ամեն ինչը հիմա մենք ունենք։ Գուցե Գուցե չի, ես նորից պետք է կրկնեմ։ Ախր դուք մենակ ձեր մտքում ուրիշ բաների մասին եք մտածում, բայց չեք լսում, որ ես ասում եմ Լավրովի պլան չի եղել։ Նորից ասում եք Լավրովի պլան։ Ինչ որ լավ, գուցե անուն Լավրով չէ, բայց որոշակի առաջարկների փաթեթ է եղել, որ ավելի կրկնակի անգամ ավելի լավն է, քան հիմա մենք։ Ոչ թե կրկնակի անգամ, բայց շատ լավն էր եւ մենք պատրաստ էինք դրան գնալու։ Դրա ապացույցը այն էր, էլ ձեր հարցին ես չեմ պատասխանելու, որովհետեւ դուք այլ նպատակ ունեք։ Մի բառ եմ ասում, իրեքը դուք եք ասում։ Եթե դուք ավելի լավ գիտեք, դուք պատասխանեք, թող այս մարդիկ լսեն։ Չեմ պատասխանում։ Որ ամեն անգամ երբ որ գնում ենք զիջումների, Ադրբեջան նոր զիջումներ է ակնկալում, նո։ Ես տենց բան չեմ ասել։ Խոսքը փակ դռների ետևում նաև որ ասում եք Ալիևին ստիպում էին որ ճանաչեր Ես չեմ ասում, Ալիևն էր ասում։ ասել է այ ինչը երևի գործընկերս նաև դա նկատի ուներ պարոն Սարգսյան Չէ, խորհրդարանից ինչն է ինչ որ մի պահի հետ կանգնեցել այդ բանակցությունների Մենք հետ չենք կանգնել որևէ բանակցային փաստաթուղթ։ մենք պարոն Հետ են կանգնել, այո, բայց դա հույս են ունեցել որ ռազմական էսկալացիա դա Փակուղին շատ նորմալ է։ Այո, բայց երբ չի եղել փակուղի։ Սկսած 95 թվականից, 94 թվականից տարբեր ժամանակներում եղել են փակուղիներ, բայց փակուղի չի նշանակում, որ վերջնականապես ամեն ինչը որոշվեց։ Այդ փակուղուց բազմաթիվ անգամ դուրս ենք եկել այդ փակուղուց։ Բա Քիվեստը փակուղի չէ, որ չստացվեց, դրանից հաջորդները, ես մեր ժամանակահատվածին անցնեմ, Բակազանը փակուղի չէ,
Բայց փակուղից հետո ինչպես նորից բանակցությունները շարունակվեցին եւ էական փոփոխություններ չեղան։ Բանակցությունները տենց այդ փակուղի չլինեն հարցերը կլուծվեին էլի։ Մեր ժողովուրդը